Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, բարի գարնանային առավոտ։ 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրը բարի առավոտյան ծրագիրը։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ մեր մայրերին, քույրերին, աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ, այս միամսյակի կապակցությամբ, չնայած որ արդեն ինձ համար մարտի 8-ից ապրիլի 7, ապրիլի 7-ից հաջորդ մարտի 8, ես այդպես եմ ասում, որպես ինձ համար լոզունգ, որ ամեն օր կանանց գեղեցիկ սեռին խնամելու, սիրելու, նրանց հետ արարելու օր է մեր կյանքում, ամբողջ կյանքի ընթացքում։ Եղեք միշտ գեղեցիկ, խնամված, ապահովված մեր կողքին, իսկ մենք կլինենք ուժեղ ձեզանով։ Եվ առաջարկում եմ այս պահին մեր ռեժիսորին մի գեղեցիկ հետաքրքիր ստեղծագործություն գարնանային սիրո մասին, կխնդրեմ, եթե հնարավոր է, գնանք Էլվինա Մակարյան առանց սեր։ Չփոխեք հեռուստալիքը, կվերադառնանք ու հետաքրքիր հաղորդում ենք ունենալու։ Ինչ վերադարձանք, կարծում եմ յուրաքանչյուրս գարունը այնքան գեղեցիկ է, որ յուրաքանչյուրս ինչ-որ մի սկզբի, մի գեղեցիկ ստարտի, մի գեղեցիկ սիրո, իհարկե ակնկալիքներ ենք ունենում, նաև այն կյանքի սկիզբ է, խորհրդանիշ է, եւ վստահ եմ, որ իհարկե յուրաքանչյուրս մեզ համար մտորում ենք եւ ապրում ենք, թե ինչ անել օրվա ընթացքում։ Օրվա ընթացքում օրինակ պետք է բարություն գործել միշտ, եւ այս պահին իհարկե մեզ մոտ բարի մայիսն է, որը անում է ավանդաբար, չնայած մարտն է, մոտենում ենք ամիսը մայիսին, բայց մայիսը մեզ мод բոլոր ամիսներին է։ Գնանք եւ բարի մայիս այս պահին մեր եթերում։ Здравствуйте. Извините, а можно к вам обратиться? Слушайте, я только проверил, оказывается, у меня 140 грамм не хватает на хлеб. Вы не могли бы мне оплатить? А вы можете своими покупками сделать, ладно? Деньги мне не давайте. Да? Вот так вот. Ой, спасибо вам огромное. Спасибо большое. А почему решили помочь? Ну как, просто по-человеку. Да, ой, спасибо огромное. Добро возвращается, знаете, да? Супер. Это 100%. Спасибо вам огромное, добро возвращается. До свидания, хорошего дня. Վերադարձանք, բարի մայիսի բարությունը կատարեց, ինչպես միշտ, դուք էլ կատարեք այսօր մի բարություն, որպեսզի բարությունը ավելանա, քանզի միշտ բարության պակաս կա աշխարհում։ Եվ այս պահին իհարկե ժամանակն է ներկայացնելու մեր այսօրվա հյուրին առավոտյան, ասեմ, որ հյուրը շատ սիրված է, բազմաժանր է եւ հրաշալի երաժիշտ է, ունի իր ուրույն ձեռագիրը եւ այս պահին իհարկե մեզ մոտ տաղավարում է երաժիշտ թառահար Միքայել Ոսկանյանը։ Բարի առավոտ, Միքայել։ Ինչպես ես, Միքայել։ Ընտիր։ Ոնց է քեզ համար այս միամսյակը։ Շատ եմ սիրում այս միամսյակը, որովհետև միշտ ժպիտները շատանում են այս ընթացքում։ Չգիտես ինչի, այս միամսվա ընթացքում ենք փորձում մեր կողքի կարևորագույն էակներին նվերներ տալման եւ ժպիտները շատ են, դրա համար լավ են։ Ես ժպիտ շատ եմ սիրում։ Այօնակ դու այնպեսի երաժիշտ ես, որ անընդհատ, այսպես ասած, քո երաժշտության ներքո հնարավոր չէ տխրել։ Միայն պետք է ժպտալ, ուրախանալ եւ լավ, այսինքն զգացողություններ ապրել ու ստեղծել ես նոր ստեղծագործություն, իհարկե ոչ թե ստեղծագործություն, կասեի,
որ նոր մեկնություն է տվել մի հետաքրքիր ստեղծագործության, տեսահոլովակի պրեմիերան իդեպ այսօր մենք կունենանք մեր եթերում, սիրելի հեռուստադիտող, ուրեմն հետաքրքիր, շատ հետաքրքիր մի ստեղծագործության վրա տեսահոլովակ է նկարահանել Միքայելը, բոլորիս կողմից շատ սիրված, նեմեկի տպու այդ ստեղծագործությունը բոլորը շատ սիրում ենք եւ թարգմանաբար չթողնես երբեք Միքայելը թարգմանել է հայերեն եւ բացի թարգմանել հայերենից նաեւ երգել է եւ տեսահոլովակ է նկարահանել ինչպես եղավ գաղափարը եւ ինչու այս ստեղծագործությունը մի փոքր ուղում թարգմանությունը Լիլիթ Բլեյանի հերինակային թարգմանությունն է, որից սիրով ես օգտվել եմ, բայց շնորհակալություն Լիլիթին։ Այո, հրաշալի թարգմանություն է եւ երգը փորձել եմ ամբողջովին դարձնել իմը, բայց իհարկե երգը պահելով, ոչ թե իմ մեկնաբանությամբ ես եմ հանդես գալիս այդ երգի միջոցով, այսպեսի մոտեցում եմ ունեցել։ Երգը աշխարհում ամենաշատ երգված ու ամենասիրված երգերից մեկն է կարծում եմ եւ ինքս էլ երբ որ պետք էր մի մրցույթի շրջանակներում որևէ եվրոպական երգ թարգմանությամբ կատարել առաջին երգը որ եկավ հենց նմեկի տպա երգն էր եւ էլ չնայեցի ուրիշ կողմ եւ սկսեցի գործիքավորել իրեն գործիքավորեցի ու այսպես այս արդյունքը ստացվավ որը կարծում եմ ես գոհ եմ Ժակ Բրելը լուսահոգի գոհ կլիներ որ լսեր եւ դատելով արձագանքներից նաեւ հանդիսատեսն ու ունկնդիրն էլ մեծ մասամբ գոհ է իհարկե կան տարբեր կարծիքներ որը շատ գնահատվում ինդիվիդուալ է իհարկե նաեւ այո տարբեր կարծիքներ կան բայց հենց այդ երգարվեստը ու ընդհանրապես արվեստը որ մարդկանց այսպես միշտ չի որ կարող է շատերին կարող է գերի, ոգեշնչի, մյուսներին կարող է հիասթափեցնի, բայց դա է։ Այ Միքայել, ստեղծագործությունը, որը ասում ես հենց քո մտքով միանգամից եկավ, թարգմանությունը հենց քո խնդրանքով է կատարվել, թե մինչ այդ կար թարգմանությունը։ Ոչ, թարգմանությունը կար ու Լիլիթ ինքը թարգմանել երգել է եւ Լիլիթից բացի նաեւ այդ նույն թարգմանությամբ Աննա Դանիելյանն է երգել։ Անկեղծ ասած, ես երգը շատ սիրում եմ, բայց առաջին անգամ քո կատարմամբ հայերեն այս տեսահոլովակն եմ դիտել եւ լսել իդեպ։ Շատ ուրախ եմ, որ շատերն են ասում, որ հայերենով առաջին անգամ այս տեսակ այս ձևով են լսել։ Մի քիչ համ պատասխանատու գործ էր, համ հաճելի էր ու ինչ-որ տարբեր կարծիքների սպասումով, ես դրա համար ինքս իմ համար սա կարծում եմ իմ հիմնական այսպես գործունեության ժանրից դուրս այսպես իրավիճակ է ինձ համար, բայց ես շատ եմ սիրում էքսպերիմենտներ անել եւ այդ էքսպերիմենտների արդյունքն է կարծում եմ այս տեսակը երգի եւ երգելու երգես մեկնաբանությունը եւ ես կարծում եմ կշարունակեմ նման գործունեություն եւս ցավատել։ Այ հիմա կարծում եմ ժամանակն է ընդհատվել գնալ դիտել հեռուստադիտողին ցույց տալ արդեն քո մեկնությունը, վերադառնալ ու շարունակել եւ սիրելի հեռուստադիտող այս պահին մեզ մոտ պրեմիերա է Միքայել Ոսկանյան նեմեկի տպա Չթողնես երբեք Պետք է մոռանալ ժամանակն անցած ամեն բան մոռանալ օրեր այն որ վատնեցինք առանց գտնելու գետ մի պատասխան այն ժամերն ինչպես հարցերի տարա լուր կրակահերթ սրտին խնդության չթողնես երբեք չթողնես երբեք Չթողնես երբեք Քեզ կնվիրեմ Մարգարդ է անձրև Եկած այն երկրից Ուր չի անձրևում Հաղթելով մահին Հողը կփորե Ծածկելու մարմին Ոսկով ու լույսով Կստեղծեմ երկիր Ուր սերն է Ուր սերն է օրենք ու դու թագուհի Չթողնես երբեք Չթողնես
չթողնես երբեք Չթողնես երբեք Ես կհորինեմ անիմաստ բառեր Դու կհասկանաս Կպատմեմ ինչպես երկու սիրահար Այրեցին իրեն Սրտերն անհամբեր Եվ կան պատմություն այ խեղճ արքային Ով գտավ մահին Չգտնելով քեզ Չթողնես երբեք Չթողնես երբեք Չթողնես երբեք Լինում է հաճախ նորից էջ այդքում Հրաբուխեղի որթևում էր ծեր Ու դաշտերն այրված ավելի հարուստ Բերք են նվիրում, քան մի մեղմ ապրի Իսկ երբ երեկոն երկինքն է այրում Ասես հարսանիք, սևի ու կարմիր Չթողնես երբեք, չթողնես երբեք, չթողնես երբեք Վերադարձանք սիրելի հեռուստադիտող հրաշալի տպավորություններ, գեղեցիկ տեսահոլովակ, շատ պարզ տեսահոլովակ, շատ պարզ նաև գործիքավորում, Միքայել կասեմ, բայց շատ հետաքրքիր խորհրդանիշեր էր ընտրել նաև Երևան քաղաքում եւ այլն։ Ինչպես ծնվեց գաղափարը տեսահոլովակի նկարահանման քոնն է թե կա ռեժիսոր, խոսենք։ Իհարկե ռեժիսոր կա, շատ սիրելի տաղանդավոր Անդրանիկ Բերբերյանն է նկարել, ով հայտնի է Սամում պրոյեկտից, եթե գիտեք։ Այո, Անդրանիկը մի անգամից հենց երգը լսեց, ինքը առաջարկեց, որ այս տարբերակ անպայման պետքա վիդեո ունենա եւ այսպես փորձեցինք հնարավորինս սեմ ժամանակներում, քանի որ ինքս պետքա մեկնեի Ֆրանսիա հյուրախաղերի եւ շատ քիչ ժամանակ էր մնացել, կարողանանք ստանալ մի բան, որի արդյունքից բոլորս գոհ կլինենք եւ համը ժամանակի մեջ կտեղավորվենք եւ ընտրեց հենց Երևանի բրուտալ, այսպես ճարտարապետություն լոկացիաները եւ այն կատարողի այսպես միայնության գաղափարը դնել այդ ամբողջ պատկերների հետ եւ ստեղծել մի պատմություն, որը երկից զատ նաեւ այս դեպքում նաեւ կատարողի պատմությունն է։ Տեսեք, այս պարագայում ինքը շատ անձնական երգ է, չթողնես երբեք մի անձնական, այսպես խնդրանք, չիրականացված հույսեր եւ այլն երկից ծառայեք։ Այստեղ ես փորձել եմ նաեւ իմ մեկնաբանությամբ ու նաեւ այս տեսահոլովակի ամբողջականության մեջ վերանձնյա դարձնել, այսինքն անձից դուրս եւ դա կարող է չթողնես երբեք տարբեր երևույթներին վերաբերվի եւ փորձենք այսպես նաեւ ազնականի հետ միաժամանակ նաեւ վերանձնյա ընդհանրացնել բոլորի համար։ Միքայել, այ դու հայտնի ես որպես ավելի շատ երաժիշտ, մի քիչ առաջ խոսեցինք նրա մասին, քան երգիչ կատարող։ Որպես երգիչ, հա, այս ստեղծագործական պորտկումներդ անձնական են, թե ավելի շատ, ինչպես ասեցիր, հանրային են։
Կարծում եմ ցանկացած ստեղծագործող սկսում է անձնականից, հա, հեղինակային արվեստի մասին է խոսքը, երբ որ հեղինակն է ինիցիատորը, հա, իր ստեղծագործության, եւ դա չի կարող լինել ոչ անձնական։ Ամեն ինչ գալիս ցանկացած բան, որ ստեղծում է, իր հույզերի մեկնաբանությունն է, իր ինքնության արտահայտումն է եւ այլն եւ այլն։ Եվ ձեր քո հարցին պատասխան, ամեն ինչ սկսում է անձնականից, բայց արվեստի ուժը նաեւ որ այդ անձնականը դառնա համամարտկային։ Եվ երբ որ ճիշտ այսպես իր ճանապարհով գնում է, կարծում եմ հենց այդտեղ արվեստի ուժը, որ համամարտկային է դառնում եւ արդեն հեղինակի այդ անձնականը այդքան էլ կարեւոր չի դառնում, դա դառնում է բոլորին։ Առաջարկում եմ Միքայել եւս մի հետաքրքիր տեսահոլովակ, հակո կատարմամբ, քանի որ դու նաեւ երաժիշտ ես եւ գեղեցիկ կատարումներ ունես ու տեսահոլովակներ, ընդհատվենք նվիրենք մեկ ամսյակին մի գեղեցիկ տեսահոլովակ, վերադառնանք ու շարունակենք։ Սիրով։ Գնացինք սիրելի մայրեր, քույրեր, եւս մեկ անգամ շնորհավոր մեկ ամսյակ մարտի 8-ից ապրիլի 7 եւ այս պահին մեզ մոտ Միքայել Ոսկանյան։
Վերադարձանք գեղեցիկ տեսահոլովակից հետո եւ շարունակում ենք մեր զրույցը այս պահին ովքեր մեզ միացել են, ասենք որ օրդ բարին է եթերում եւ մեր հյուրն է երաժիշտ Թառահար Միքայել Ոսկանյանը։ Միքայել, գիտենք որ նաեւ ունեցել է ստեղծագործական մեծ համերգ վերջերս Փարիզում, հա, եւ կուզենամ խոսենք դրա մասին, ինչ նախագիծ էր եւ ինչ է սպասվում այդ նախագծից հետո։ Ընդհանրապես Ֆրանսիայում վերջերս այսպես հյուրախաղեր եմ ունեցել, ոչ միայն Փարիզում, սկսել եմ Մարսելից, Լիոն, Սանտ-Էտիեն եւ Փարիզ եւ տարբեր բնույթի ելույթներ եմ ունեցել, հանդես եմ եկել համերգներով եւ որպես մենակատար Եվ նաեւ Ալեքսեյ Ավակյան ջազ կվարտետի հետ, հա։ Այո, Ալեքսեյ Ավակյան ջազ կվարտետի հետ, հետո Միքայել Ոսկանյան ջազ կվարտետ այսպես ձևաչափել է եղել ֆրանսիացի երաժիշտներից կազմված, նաև հանդես եմ եկել դասախոսություններով Սանտ-Էտիենի կոնսերվատորիայում, Փարիզում հանդիպել եմ երաժիշտների եւ երաժշտասերների հետ եւ վարպետության դաս եմ անցկացրել Թառի հետ կապված ու նաև ընդհանրապես հայկական երաժշտության մասին եմ խոսել, այսպես մեկ ժամանոց դասախոսություններ եմ արել եւ արդյունքներից բնականաբար գոհ եմ եւ փորձել եմ այս գիծը շարունակել եւ մեր իմ չափով, իմ հնարավորության սահմաններում մեր մշակույթը այսպես տարբեր հարթակներից մեր մշակույթին ծանոթացնել տարբեր հարթակներից ոչ միայն հայ, նաև օտար ունկնդրին։ Այ ինչպես է հետաքրքրվածությունը մեր ազգային նվագարանների նկատմամբ կոնկրետ եվրոպացիների, երբ որ ներկայացնում ես օրինակ իրենք ցանկանում են շարունակել, օրինակ տիրապետել այդ գործիքին, ունենալ այդ գործիքից։ Ես վստահ անձնական փորձառությունից ելնելով կարող եմ ասել, որ ըստ իս դրսում ավելի մեծ է հետաքրքրությունը։ Չգիտեմ ինչ հետ է դա կապված, բայց դրսում ավելի մեծ է հետաքրքրությունը, քան մեզ մոտ։ Եվ շատ դեպքեր կան, շատ դեպքեր են եղել, որում տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում, որ հենց ոչ հայ, ազգությամբ ոչ հայ երաժիշտը դրանից հետո սկսել է հետաքրքրվել թառով եւ ձեռքաբերել թառ ու նվագում է։ Ունես աշակերտներ, որոնց հետ պարապում ես։ Ես անձամբ աշակերտներ չունեմ, բայց խոստացել եմ անցած տարի դեռևս խոստացել եմ, որ այս տարվանից սկսելու եմ դասավանդել եւ որի մասին իհարկե կհայտարարեմ։ Անձնական ինչ-որ դպրոց ստեղծելու, հա, թե այսինքն կոնսերվատորիայում օրինակ կամ չգիտեմ, չէ, երաժշտական անձնական նախաձեռնությամբ կսկսեմ իհարկե տեսնեմ ուր կտանի։ Ինչպես է այսօր որպես մեր ազգային գործիքներին տիրապետող եւ մեր իհարկե նաեւ քո բոլոր երաժշտությունները անպայման ազգային ակունքներ ունեն։ Դու վերցնում ես օրինակ քո մեկնությունն ես իհարկե տալիս, դա միանշանակ շատ պրոֆեսիոնալ է Միքայել, շատ սիրում եմ քո համերգներին, շատ հաճախ չեմ եղել, բայց ինչքան կարողացել եմ լինել, այնուամենայնիվ հրաշալի տպավորություն է եւ վստահ եմ հերոստատիտողը, ովքեր որ ծանոթ են քո ստեղծագործություններին, կկիսեն այդ կարծիքը ինձ հետ։ Ինչպես է այսօր մեր ազգային գործիքների պահպանման, փոխանցման, հա, այս միջավայրը Հայաստանում եւ երիտասարդության կողմից կա հետաքրքրվածություն, սեր։ Տեսեք, հետաքրքրությունը միշտ կարելի է հետաքրքրվածության կրակը վառել։ Այս պահին կարող եմ ասել, որ ավելի սառած է հետաքրքիր, բայց ինքը չի կարող լինել, որ գոյություն չունենա։ Քանի որ գոնե գենետիկորեն մենք մի օր ինչ-որ մեր մեջ բոլորիս մեջ ինչ-որ բան է արթնանում եւ փորձում ես ազգային որևիցե մի բանի հետ առնչվել։ Հիմա դա երաժշտության միջոցով կլինի, դա կերպարվեստի միջոցով կլինի, արվեստի կամ չգիտեմ, այլ ճյուղ կրթության միջոցով, ամեն դեպքում այդպես կա։ Խնդիրը մեր կատարողների, վարպետների այսպես ավելի բաց լինելու մեջ է եւ պետք է գիծը պահենք, որպեսզի նախ հետաքրքիր դարձնենք իրեն։ Իսկ ինչպես է հետաքրքիր դառնում, ես ինքս իմ անձնական այսպես կարծիքն է եւ տեսակետն է, որ միայն պահպանելով չեն կարող առաջընթաց գրանցել։ Միայն պահպանելը շատ կարեւոր է ու չկորցնելու համար, բայց միայն պահպանելով մենք կարծես թանգարանում ենք լինելու եւ մտնում ենք այս պահին այս
միջավայրում տեսնում ենք, հետո գնում ենք մեր առօրյա գործերով, չէ։ Մենք պետքա փորձենք անընդհատ զարգացնել, նորարարական լուծումներ գտնել, առաջ տանել, տեսնենք ինչի հետ է այսօրվա դարի հետ համապատասխան, այսօրվա ժամանակի շնչի եւ ընդհանրապես տեմպի համապատասխան պետք է փորձենք գործիքները ընդհանրապես մշակույթը ներկայացնել, բայց զգուշությամբ, զգուշավորությամբ, որպեսզի իր այսպես դեմք չկորցնի, հա, իր նշանակությունը, ազգային այդ տարը չկորցնես։ Եվ ոչ միայն խոսքս չի գնում միայն այսպես հինը վերցնել, նորարարական դարձնել եւ կատարել, նաև պետքա փորձը ստեղծվել հենց այսօրվանից սկսած նոր բաներ, որ նույնպես ազգային կլինի, այսինքն այսօր մենք կարող ենք ստեղծել մի բան, որը 200-300 տարի հետո կամ քանի տարի հետո կհամարվի այս ժամանակաշրջանի ազգային է։ Եվ դրա վրա պետքա շատ ուշադրություն դարձնել։ Եվ իհարկե շատ կարևոր է դու նշեցիր փոխանցման ձևը, այսինքն մենք պետք է ցանկացած արվեստագետ, մշակույթի գործիչ իր արժև խնդիր պետքա դրված լինի եւ դա այդպես է, որ ինքը նաեւ կամուրջ է հանդիսանում իրենից առաջվա, իրենից հետոյի այս փոխանցող դեր պետքա ունենա։ Այլապես ուրիշ ձև չի կապը կտրվի։ Հայ, քեզ փոխանցելու ինիցիատիվան քո վարպետն է եղել։ Դու պետքա փոխանցես, արդեն ժամանակը եկել է, կարծում եմ։ Հիմա այսինքն քո փոխանցելու ինիցիատիվան ինչի մեջ է, դասավանդելու, թե գործիք ավելի շատ կատարողականի մեջ ցույց տալու։ Տեսեք, պետք է հասնես այդ կատարողական պետք է հասնես քո կատարողականության մաքսիմալին եւ դա փորձես փոխանցել հաջորդ սերունդին։ Ես դեռ որպես այսպես ինչպես արդեն նշեցի, որպես դասավանդող, որպես ուսուցիչ դեռ չեմ այսպես հանդես եկել, բայց ընկերները ու մեր շատ լավ թառահարները գիտենք, որ դա անում են, եւ ես արդեն կկիսվեմ եւ կուսուցանեմ իմ փորձառությունը ու իմ փորձը ու իմ գտած կատարողական տեխնիկաները, որոնք ես իմ ամբողջ որպես երաժիշտ մոտ 30 տարի նվագում եմ գործիքը։ Այս ընթացքում ես ձեռք եմ բերել եւ արդեն կարծում եմ, որ կարող եմ փոխանցել դրանք։ Ինչն է պակասում այսօր երաժշտության մեջ։ Արվեստում ինչ կավելացներ Միքայել Ոսկանյանը, բացի այն կատարումներից, որ կար եւ մի քիչ էլ։ Շատ այսպես գլոբալ հարց է այսօրվա ժամանակների համար։ Կուզեի մի քիչ ամեն ինչին ավելի գրագիտորեն եւ բովանդակությունից դրդված մոտենան մեր երաժշտությամբ զբաղվող մարդիկ։ Պրոֆեսիոնալները։ Այո։ Շնորհակալություն։ Մաղթում եմ քեզ ստեղծագործական հաջողություններ, Միքայել ջան, հավատարիմ ես բնականաբար այն ժանրին, դեռևս մենք գրեթե հասակակիցներ ենք եւ ես հիշում եմ քո ստեղծագործության այն ստարտը ու այսօր ու հրաշալի է այն ինչ որ դու անում ես, հետևում եմ նաեւ թող որ այնինչ ներկայացնում ես ոչ միայն Հայաստանում, այլ նաև իհարկե մեր ազգային մշակույթը, որը որ դու ջանք ու երան չես խնայում համադրել համաշխարհային երաժշտարվեստի մեջ, այսպես մտցնել տարբեր ձևերով, շարունակական լինի եւ ինչպես ասեցիր, իհարկե դրանք տարիներ հետո, տասնամյակներ հետո կդառնան մշակութային արժեքներ։ Քեզ հաջողություններ եմ մաղթում։ Ես եմ շնորհակալ այս հնարավորության համար, որ խոսեցինք։ Եվ նորանոր հաջողությունները սպասում ենք նոր իհարկե ստեղծագործական գործունեության, որպեսզի կիսվենք մեր եթերում եւ հեռուստադիտողը եւս ականատեսը լինի այս ամեն ինչի։ Ձեզ լավոր ենք մաղթում։ Սիրելի հեռուստադիտող, այսօրվա օրդ բարին մոտեցավ իր ավարտին, մաղթում ենք ձեզ գարնանային գեղեցիկ օր, սիրեք իրար, սեր փոխանցեք, որովհետեւ այն ամենակարևորն է եւ չմոռանաք մի քիչ էլ հոգ տանել ձեր հոգևոր կարիքների մասին, որովհետև պետք է նաև սիրելուց զատ հոգևոր կարիքներ ունենալ։ Մնացեք բարյավ, կհանդիպենք հաջորդ առավոտ։
Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։